Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Իսրայելը զգալիորեն ընդլայնել է իր ռազմական գործողությունները Իրանի դեմ, հարվածներ հասցնելով Թեհրանի ռազմավարական օբյեկտներին։ Միաժամանակ հարվածներն արձանագրվել նաև Բեյրութում, որտեղ ըստ հետախուզական տվյալների տեղակայված են Հեզբոլլահի դիրքերը։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ այս գործողությունները նպատակ ունեն կանխել ազգային անվտանգության սպառնալիքները։ Թեհրանում իշխանությունները դրանք անվանել են ագրեսիա եւ խոստացել են կոշտ պատասխան։ Տարածաշրջանը արագորեն ներքաշվում է լայնամասշտաբ հակամարտության մեջ։ Միջազգային հանրությունը մտահոգված է լայնածավալ պատերազմի վտանգով։ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է Մերձավոր Արևելք լրացուցիչ ռազմական ուժերի շտաբ տեղափոխման մասին։ Տարածաշրջան են ուղարկվել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավեր եւ հազարավոր ծովային հետևակայիններ։ Պաշտոնյաները նշում են, որ դա անհրաժեշտ է դաշնակիցներին պաշտպանելու եւ Իրանին զսպելու համար։ Քննարկվում են նաեւ նավթային ռազմավարական օբյեկտների վերահսկման սցենարներ։ Վերլուծաբանները զգուշացնում են, այս քայլերը կարող են բերել ուղիղ բախման։ Իրավիճակը դառնում է ավելի լարված եւ անկանխատեսելի։ Իրանը Հնդկական օվկիանոսում փորձել է հարվածել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիային պատկանող Դիեգո Գարսիա ռազմաբազային։ Արձակվել են բալիստիկ հրթիռներ, որոնցից մեկը խոցվել է։ Սա նմանատիպ առաջին հարձակումն է այդքան հեռավոր թիրախի վրա։ Վաշինգտոնը սա գնահատում է որպես վտանգավոր էսկալացիա։ Ռազմական փորձագետները նշում են, Իրանը ցուցադրում է իր հնարավորությունների ընդլայնումը։ ԱՄՆ-ի պատասխան քայլերը կարող են լինել մոտ ժամանակում։ Հորմուզի նեղուցում ճգնաժամը խորանում է ռազմական գործողությունների ֆոնին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը սահմանափակում է նավերի տեղաշարժը, վտանգելով նավթի համաշխարհային մատակարարումները։ Միջազգային ուժերը քննարկում են ուղիների պաշտպանության համար կոալիցիայի ստեղծումը։ Դոնալդ Թրամփը կոչ է արել դաշնակիցներին ավելի ակտիվ մասնակցել։ Շուկաները արձագանքում են գների աճով եւ անկայունությամբ։ Տնտեսական հետևանքները արդեն զգացվում են բազմաթիվ երկրներում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել բրիտանական ռազմաբազաները։ Այս որոշումը կտրուկ արձագանք է առաջացրել Իրանում։ Թեհրանում հայտարարել են, որ Մեծ Բրիտանիան դառնում է հակամարտության մասնակից։ Երկրի ներսում աճել են քաղաքական տարաձայնությունները, ընդդիմությունը պահանջում է բացատրություններ, հանրությունը մտահոգված է պատերազմի մեջ ներքաշվելու վտանգով։ Նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները հանգեցրել են գների կտրուկ աճի։ Մերձավոր Արևելքում մի քանի օբյեկտներ վնասվել են։ Շուկաները ցուցաբերում են բարձր անկայունություն։ Փորձագետները զգուշացնում են գլոբալ գնաճի մասին։ Միջազգային կազմակերպությունները քննարկում են արտակարգ միջոցներ։ Տնտեսական անկայունությունը խորանում է։ Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգություն է հայտնել հակամարտող կողմերի գործողությունների վերաբերյալ։ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է հնարավոր ռազմական հանցագործությունների մասին։ Հաղորդվում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին։ Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են հետաքննություն։ Անվտանգության խորհրդում տարաձայնությունները աճում են։ Իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Մերձավոր Արևելքի հակամարտությունը հանգեցրել են լայնածավալ հումանիտար ճգնաժամի։ Տարածաշրջանում միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Բնակելի շրջաններն ու ենթակառուցվածքները ավերվել են։ Միջազգային կազմակերպությունները զգուշացնում են ռեսուրսների պակասի մասին։ Իրավիճակը օրեցօր վատթարանում է։ Շտապ օգնությունը դառնում է օրհասական։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր ավարտի մասին։ Նա նշել է, որ հասել են գրեթե բոլոր նպատակներին։ Քննարկվում է վերահսկողության փոխանցումը դաշնակիցներին։ Թրամփի վարչակազմում այս հարցի հետ կապված կան տարաձայնություններ։ Զինվորականները առաջարկում են շարունակել ճնշումը։ Քաղաքական իրավիճակը մնում է բարդ։